Եղվարդի խճուղում դեկտեմբերի 19-ին ժամը 19:30-ի սահմաններում բախվել են Toyota, Nissan մակնիշների մարդատարները և Paz մակնիշի ավտոբուսը։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ բախման հետևանքով ավտոբուսը փակել է ճանապարհի երթևեկելի գոտին, առաջացնելով մի քանի կիլոմետրանոց խցանում։ Վարորդները եղել են սթափ, տուժածներ չկան։ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված 40 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը շղթայական վթարի պատճառ է դարձել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում ավտոբուսը բախվել է Mustang մակնիշի ավտոմեքենային, ապա Volkswagen և Toyota մակնիշների ավտոմեքենաներին։ Ավտոբուսի վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը։ Ֆոտոլրագրողի փոխանցմամբ վարորդները եղել են սթափ, սակայն թե ինչ հանգամանքներում է եղել վթարը դեռևս պարզ չէ։ Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Ford Transit մարդատար գազելը և Mercedes Շալանդ բեռնատարը։ 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով առաջացել էր դիզվառելիքի արտահոսք, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել, քանի որ բեռնատարը ճանապարհը փակած է եղել։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և մաքրել ճանապարհը։ Բագրատ arczepiskopos Գալստանյանը և Արշակ arczepiskopos Խաչատրյանը կալանավայրից հայտարարություն են տարածել, դատապարտելով Մայրաթոռում տեղի ունեցած իրադարձությունները։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է. մեջբերում հակաեկեղեցական հերոսակախումբը իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժեց Մայրաթոռ, փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։ Հայտարարությամբ նրանք աջակցություն են հայտնել վեհափառ հայրապետին և հայտնել զորակցություն։ Այս օրերին Պարզվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը հոկտեմբերին Civilnet-ին մերժել է տրամադրել Մոսկվայի թեմի առաջնորդ Գեզրաս Ներսիսյանի գործակալ լինելու մասով տեղեկություն, պատճառաբանելով, որ դա պետական և անձնական գաղտնիք է։ Սակայն այսօր պարզ դարձավ, որ ԱԱԾ-ն նույն տեղեկությունը տրամադրել է իշխանամերձ Civic AM-ին, թե ինչպես պաշտպանված անձնական տվյալը դարձավ բաց տեղեկատվություն, հայտնի չէ, գրել է Civilnet-ը։ Civic-ի հրապարակած փաստաթուղթը հանրային քննարկման առիթ է դարձել։ Շատ օգտատերեր գրում են, որ 1986-ից 1988 թվականներին ողջ թղթաբանությունը կատարվում էր ռուսերեն, իսկ հրապարակվածը հայերեն է։ Դրա պատճառով էլ օգտատերերը կեղծ են համարել հրապարակված փաստաթուղթը։ պաշտպանելու խաղաղ ապահով կյանքը ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը ահաբեկչական խմբավորման դեմ լայնածավալ ռազմական գործողության մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ամերիկյան ուժերը կենտրոնական Սիրիայի տարբեր հատվածներում հարվածել են ավելի քան 70 թիրախների, կիրառելով կործանիչ ինքնաթիռներ, հարձակողական ուղղաթիռներ և հրետանի։ Հայտարարվել է նաև, որ թիրախավորվել են մասնավորապես Դաիշի ենթակառուցվածքները, զինապահեսները և հենակետները։ Դեկտեմբերի 13-ին Սիրիայի Պալմիրա քաղաքում խմբավորման հարձակման հետևանքով սպանվել էին 2 ամերիկացի զինվորներ և 1 ամերիկացի քաղաքացիական թարգմանիչ։ Նախագահ Թրամփը խոստացել էր սա անպատասխան չթողնել։ Մեջբերում, ինչպես խոստացել էի մարդասպան ահաբեկիչների վերաբերյալ, մենք շատ ուժեղ հարվածներ ենք հասցնելու Սիրիայում գտնվող Դաիշի հենակետերին, նշել էր նա։ Իրաքի և Լևանտի իսլամական պետություն կամ Դաիշ անվանումը ստացած միջազգային ահաբեկչական խմբավորումը ձևավորվել է Իրաքում և Սիրիայում։ Դաիշը ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Ռուսաստանի և բազմաթիվ այլ երկրների կողմից։ Թեև վերջին տարիներին խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքները զգալիորեն կրճատվել են, այն շարունակում է իրականացնել հարձակումներ Սիրիայի և տարածաշրջանի այլ հատվածներում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրին քարտի փոխարեն ներկայացրել է ոսկե քարտը։ Նրա խոսքով ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի ոսկե քարտի համար $1 միլիոն վճարի դիմաց, ի տարբերություն Բայդենի նախագահության ժամանակների, երբ երկիր էր մուտք գործել 25 միլիոն մարդ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆլորիդայում արդեն ավարտել է հանդիպումը Կիևի պատվիրակության հետ, որտեղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը նշել է, որ կողմերը համաձայնության են եկել հետագա քայլերում և շարունակելու են համատեղ աշխատանքը։ Մայամիում հանդիպումներ են նախատեսված Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևի հետ։ Նա սոցցանցի իր էջում հաստատել է, որ ուղևորվում է Ֆլորիդայի նահանգ։ Ամերիկյան մամուլը հաղորդել է, որ ուկրաինացի բանակցողների հետ նրա քննարկումները բացառվել են։ ԱՄՆ մեկնել նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականները։ Բանակցություններին կմասնակցեն Թուրքիայի արտգործնախարարը և Քաթարի վարչապետը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մայամիում նախատեսված են բանակցություններ Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսայի Ջարեդ Քուշների հետ։
Թայվանում տղամարդն առևտրի կենտրոնում դանակով հարձակվել է պատահական անցորդների վրա, 3 մարդ զոհվել է եւս 5-ը վիրավորվել։ Հարձակումից առաջ նա ծխային ռումբեր է պայթեցրել Թայվեի գլխավոր երկաթուղային կայարանում։ 报警，快点报警！